Ողջույն սիրելի հետևորդներ, եթե այսօր քեզ հարցնեն, քո կյանքի ամենամեծ ձեռքբերումը որն է, ինչպես կպատասխանես։ Գուցե ասես կրթություն, աշխատանք, հաջողություն, հարգանք մարդկանց կողմից, բայց Պողոս Առաքյալն ասում է մի զարմանալի բան, այն ամենը, ինչ մարդիկ մեծ ձեռքբերում են համարում, նա պատրաստ էր կորուստ համարել։ Ինչու՞։ Որովհետև նա գտել էր մի բան, որն ավելի մեծ էր, քան ամեն ինչ։ Այս մասին նա գրում է Ֆիլիպպեցիներին ուղղված նամակի 3-րդ գլխում։ Եվ այստեղ նա բացահայտում է քրիստոնեական կյանքի մեծ գաղտնիքը։ Իսկական շահը Քրիստոսին ճանաչելն է։ Այսուհետև եղբայրներս, ուրախացեք Տիրոջով, նույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, բայց ձեզ համար մեծ ապահովություն է։ Զգուշացեք շներից, զգուշացեք չար մշակներից, զգուշացեք նրանցից, ովքեր թլպատվում են, որովհետև իսկական թլպատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք հոգով և պարծենում ենք Հիսուս Քրիստոսով, և ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը, թեպետև ես ինքս էլ կարող եմ մարմնի վրա նույն վստահություն ունենալ։ Եթե ուրիշ մեկը կարծում է, թե ինքը կարող է մարմին վստահել, ես առավել ևս թլպատվել եմ 8-րդ օրը, Իսրայելի ազգից եմ, Բենյամինի ցեղից, եբրայեցի ծնողներից, ըստ օրենքի փարիսեցի, նախանձախնդրությամբ հալածում է եկեղեցին, արդարությամբ, որ բխում է օրենքից, անարատ, բայց այն, ինչ մի ժամանակ ինձ համար օգուտ էր, հիմա վնաս եմ համարում Քրիստոսի համար։ Ավելին, ամեն ինչ վնաս եմ համարում այն առավելության համեմատ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելն է։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին և գտնվեմ նրա մեջ, ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց, հիմնված հավատի վրա, և սա այն բանի համար, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից նրա մահվանը, որպեսզի հասնեմ մեռելներից հարություն առնելուն։ Ոչ թե արդեն ձեռք եմ բերել կամ արդեն կատարելության եմ հասել, այլ հետամուտ եմ, որ հասնեմ, որի համար էլ բռնվեցի Քրիստոս Հիսուսի կողմից։ Եղբայրներ, ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց այն բանն այն է, որ հետևում եմ մնացածները մոռացած ձգտում են դեպի իմ առջևում եղածները, ուշադիր կերպով վազում են դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։ Այսուհետև ձեզնից նրանք, ովքեր կատարյալ են, նույն ձևով թող խորհեն, իսկ եթե որևէ բանի շուրջ ուրիշ կերպ խորհեք, Աստված ձեզ դրա մասին էլ կհայտնի։ Միայն թե ինչի որ հասանք, նույնը խորհենք և նույն կանոնի համաձայն ընթանանք։ Եղբայրներ, նմանվեք ինձ և նայեք նրանց, ովքեր ձեզ տված մեր օրինակով են ընթանում, որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին։ Նրանց վերջը կորուստ է, նրանց Աստվածն իրենց որովայնն է և փառքը իրենց ամոթը։ Նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում, իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է, որովհետև տեղից էլ սպասում ենք Փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին, որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։ Ուստի սիրելիներ ու կարոտալի իմ եղբայրներ, որ իմ խաղաղությունն ու պսակն եք, այսպես հաստատուն մնացեք Տիրոջով, սիրելիներ, աղաչում եմ Եվդովիային և աղաչում եմ Սյունտիքին, որ իրար հետ հաշտվեն Տիրոջով։ Այո, քեզ էլ եմ աղաչում իմ հարազատ լծակից, դու էլ օգնի նրանց, որ ինձ հետ ավետարանի համար պայքարեցին Կղեմեսի և իմ մյուս գործակիցների հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են։ Միշտ ուրախ եղեք Տիրոջով, նորից եմ ասում ձեզ, ուրախ եղեք, թող ձեր քաղցրությունը հայտնի լինի բոլոր մարդկանց, Տերը մոտ է, որևէ բանով մի մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով գոհաբանությամբ հանդերձ ձեր խնդրանքները հայտնեք Աստծուն
եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վերը կպահի ձեզ սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։ Այսուհետև եղբայրներ, խորհեք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են, այն ինչ ուսացանեցիք, ստացաք, լսեցիք եւ տեսաք իմ մեջ, դա պիտի անեք, եւ խաղաղության Աստվածը կլինի ձեր հետ։ Ամեն։ Պողոսը սկսում է այս խոսքերով. ուրախացեք Տիրոջով, ուշադրություն դարձրու։ Նա գրում է այս նամակը բանտից եւ նույնիսկ այնտեղ նա խոսում է ուրախության մասին։ Սիրելի հավատավոր հետևորդներ, քրիստոնեական ուրախությունը կախված չէ միայն իրավիճակներից, այն գալիս է Տիրոջ հետ հարաբերությունից։ Փորձիր ամեն օր գտնել մի պատճառ Աստծուն շնորհակալություն հայտնելու համար։ Պողոս առաքյալը զգուշացնում է այն մարդկանցից, որոնք վստահում էին արտաքին կրոնական բաներին, եւ հետո նա պատմում է իր սեփական պատմությունը։ Նա ասում է, որ ուներ շատ բան, որով մարդիկ կարող էին հպարտանալ՝ իր ծագումը, իր կրթությունը, իր կրոնական կարգապահությունը, բայց հետո նա ասում է մի զարմանալի խոսք։ Պողոս առաքյալը հայտարարում է այն, ինչ շահ էի համարում, կորուստ համարեցի Քրիստոսի համար։ Սա շատ ուժեղ խոսք է։ Նա չի ասում, որ այդ բաները վատ էին։ Նա ասում է, որ Քրիստոսի արժեքը այնքան մեծ է, որ մնացածը համեմատաբար փոքր է թվում։ Երբ մարդը իսկապես ճանաչում է Քրիստոսին, նրա կյանքի առաջնահերթությունները փոխվում են։ Հարցրու քեզ, ի՞նչն է իրականում առաջին տեղում իմ կյանքում։ Պողոս առաքյալն ասում է, որպեսզի ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը, ուշադրություն դարձրու։ Առաքյալն արդեն մեծ առաքյալ էր, բայց դեռ ասում էր, ես ուզում եմ ավելի ճանաչել Քրիստոսին։ Քրիստոնեական կյանքը մշտական աճի ճանապարհ է։ Մենք երբեք չենք ավարտում Քրիստոսին ճանաչելու ճանապարհը։ Ամեն օր փորձիր մեկ փոքր քայլ անել Քրիստոսին ավելի ճանաչելու համար։ Աղոթք, Սուրբ Գրքի ընթերցում, լուռ խոկում, խորհրդածություն։ Առաքյալն օգտագործում է վազքի պատկեր։ Նա ասում է. մոռանալով այն, ինչ ետևում էր, ձգտում եմ առաջ։ Սա շատ կարևոր հոգևոր սկզբունք է։ Շատ մարդիկ չեն կարող առաջ շարժվել, քանի որ մշտապես նայում են անցյալին։ Անցյալի մեղքեր, անցյալի սխալներ, անցյալի ցավեր։ Աստված կարող է նոր էջ բացել քո կյանքում։ Թույլ մի տուր, որ անցյալը կանգնեցնի քո ապագան։ Հատվածի վերջում Պողոս առաքյալը տալիս է շատ գործնական խորհուրդներ։ Նա ասում է մտածել այն բաների մասին, որոնք են ճշմարիտ, պատվական, արդար, մաքուր, սիրելի։ Մարդու մտքերը մեծ ազդեցություն ունեն նրա կյանքի վրա։ Ինչով լցնում ենք մեր միտքը, այն ձևավորում է մեր սիրտը։ Լցրու միտքդ Աստծո խոսքով, լավ ու մաքուր մտքերով, շնորհակալությամբ։ Այս հատվածը մեզ հիշեցնում է. առաջին, իրական ուրախությունը գալիս է Տիրոջից։ Երկրորդ, Քրիստոսը ամենամեծ արժեքն է։ Երրորդ, հավատքը մշտական աճի ճանապարհ է։ Չորրորդ, անցյալը չպետք է կանգնեցնի ապագան։ Հինգերորդ, մաքուր մտքերը բերում են խաղաղություն։ Սիրելի հավատավոր հետևորդներ, աշխարհը մեզ սովորեցնում է փնտրել հաջողություն, փառք եւ ազդեցություն, բայց առաքյալը մեզ հիշեցնում է մի մեծ ճշմարտություն. ամենամեծ շահը Քրիստոսն է։ Եթե դու ունես Քրիստոսին, դու ունես այն, ինչ աշխարհը երբեք չի կարող տալ։ Այսօր ընտրիր ճանաչել Քրիստոսին ավելի խորապես, թողնել այն, ինչ քեզ հեռացնում է նրանից, եւ առաջ շարժվել հավատքի ճանապարհով։ Մոռացիր այն, ինչ հետևում է, նայիր դեպի առաջ եւ վազիր դեպի այն նպատակը, որ Աստված պատրաստել է քեզ համար։ Սիրելի հավատավոր հետևորդ, եթե օգտակար եղավ քեզ այս տեսանյութը, կարող ես հավանել, մեկնաբանության բաժնում գրել քո կարծիքը եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Նաեւ կարեւոր է, որ կարողանաս ուղարկել քո ընկերներին ու բարեկամներին
նրանց ևս աղորդակից դարձնել Աստծո խոսքին։